Արարատի մարզի Դվին համայնքի Սուրբ Հարություն եկեղեցու բակը լցվել է երեխաների աշխույժ խաղերով, զանազան պարապմունքներով։ Մասյացոտնի թեմի այս եկեղեցում Տեր Եղիշե քահանա Նուրիջանյանի նախաձեռնությամբ կազմակերպվել է ճամբար, որտեղ մեկտեղվել են Դվինի ու մոտակա բնակավայրերի երեխաները։ Ջոկատավարները երիտասարդաց միության անդամներ են, երեխաներից շատերը հաճախում են կիրակնօրյա դպրոցներ։ Մեկ շաբաթ տևողությամբ հագեցած ծրագիր է կազմվել առավոտյան 9-ից 12:30։ Ծրագրում տեղ են գտել մարմնամարզություն, բակային խաղեր, շախմատ, նկարչություն։ Այս ամենը եկեղեցու բակում, իսկ հայորդի հյուրասրահում անցկացվում են հոգևոր զրույցներ, ուսումնական ծրագրեր։ Մանե Մնացականյանը երեխաների հետ համացանցային անվտանգության, մեդիագրագիտության դասեր է անցկացրել։ Ընկեր Մանեն մեզ բացատրեց, ասաց, որ տարբեր վիրուսներ կան, որ պետք է ներբեռնել, դրանք շատ վատ են, տարբեր լինկեր չբացել, եթե մարդ գրում է, ասում է ձեր տվյալներից ուղարկեք, չուղարկել։ Լինում է, որ մենք պարտվում ենք, մեր խումբը պարտվում է, բայց դա մեզ չի հուսահատում, որովհետև այդ պարտություններից մենք ավելի ենք ուժեղանում եւ կարողանում ենք հաջորդ խաղերը հաղթել։ Իմ եկեղեցական կյանքը դեռ սկսել է 4 դասարանից, ես պատարագների էի մասնակցում ու այն ժամանակ, որ տեսնում եմ այստեղ երիտասարդ միություն կար, ես իրենց հետ գալի մասնակցում էի, ճիշտ է փոքր էի, բայց հետաքրքրված էի, էլի օգնում էի իրենց, իսկ արդեն Պաշտոնական սենթի երիտասարդ միության անդամ դարձել եմ 2023 թվականին, սովորում եմ Լեոնիդ Ազգալդյանի անվան միջնակարգ դպրոցում 11-րդ դասարանում, իսկ ճամբարի հետ կապված սա կամավորական է եւ ես ինքս եմ ուզել մասնակցել այս ճամբարին, իրականում հեշտ է աշխատել երեխաների հետ։ Երեխաների համար շատ հետաքրքիր է խաղերը, որովհետեւ այդ խաղերով իրենց ակտիվությունն են ցույց տալի։ Երեխաներ կան, որ պարտվում են, բայց մենք ասում ենք, որ միավորները կարևոր չի, քանի որ կարևոր այն է, ինչ լավ հուշեր կտանեք ձեզ հետ տուն։ Երեխաները լավ խաղում են, զբաղվում են, ընկերանում են։ Աննա Հովանիսյանը մասնագիտությամբ բուժքույր է, դպրոցում է աշխատում։ Ճամբարի օրերին սիրով հետևում է երեխաներին ամեն պահի պատրաստ բուժօգնություն տրամադրել։ Նա երեխաներին առաջին բուժօգնության վերաբերյալ խորհուրդներ է տվել։ Երեխաները հետաքրքրվել են, թե ինչ է պետք անել, օրինակ, եթե օձը խայթի կամ շունը կծի։ Որպես առաջի բուժօգնություն ես ներկայացի ինչ է իրենից ներկայացնում բուժօգնությունը եւ երկրորդը ճամբարականների համար, որտեղ հիմնականը ճամբարականները եթե դաշտավայրում են հիմնականում օձերի շրջանա, օձերի խայթոցը վազում են, ընկնում են առաջի բուժօգնությունը կարող է տվյալ պահին բուժքույր չլինի այստեղ, բայց իրանք ունենան առաջի օգնության պարագաներ, ոնց մեկը մյուսին օգնեն, առաջի բուժօգնություն ցույց տան։ Մատթեոս 7:12 Ով ես գիտեմ նրանք ծանոթ են, Մատթեոս 7:12 մի քիչ արեք մարդկանց այն ինչ որ կկամենա։ Հոգևոր զրույցի ընթացքում Տեր Եղիշե քահանա Նուրիջանյանը մեկնեց տերունական աղոթքը, բացատրեց, թե ինչու է այն կոչվում տերունական, հետո հետաքրքրվեց, թե ով ինչ սաղմոս գիտի։ Պարզվեց կիրակնօրյա դպրոցից երեխաներ կան, որ ամբողջական սաղմոսներ անգիր գիտեն։ Սաղմոսավանք ուխտագնացության գնալուց առաջ են սովորել։ Կարող եմ Սաղմոս 22-ի մասին պատմել։ Սաղմոս 22-ը ինչի մասին է։ Որ ասում է Տերն իմ հովիվն է եւ ինձ ոչինչ չի պակասի, այսինքն Տերը մեր հովիվն է, մենք ոչ մի պակաս բան չենք ունենա։ Տերը միշտ մեր հետ է ալնելու։ Արմանը ոչ միայն սաղմոսներ լավ գիտի, այլև հաղթում է բակային խաղերում։ Իրենց գյուղ եկած հյուրերին կարող է պատմել գյուղի, եկեղեցու եւ հնավայրի մասին։ Այս ճամբարի կազմակերպմանը աջակցել են Դվինի Սուրբ Հարություն եկեղեցու համայնքի անդամներ։ Օգտակար են եղել, որպեսզի ձեռք բերեն անհրաժեշտ պարագաներ, հոգացել են երեխաների սննդի քաղցրավենիքի հարցերը։ Հուլիսի 20-ից նոր խումբ կմասնակցի ճամբարի։ Ծրագիրը կիրականացվի եկեղեցիների համաշխարհային խորհրդի կլոր սեղան հիմնադրամի հետ միասին։ Երեխաները լիարժեք տրվում են ճամբարային այս օրակարգին եւ շատ հագեցած օր են ունենում եւ երբ որ վաղը արդեն ճամբարի վերջին օրն է պիտի փակումը լինի, երեխաներից մեկը ասում է Տեր հայր, ուզում ենք ճամբարը հավերժ լինի, չի ասում, էլի երկար, ճամբարը մի խոսքով բոլոր երեխաները ուզում են, որ ճամբարը էլ ավելի երկար տևի, տեսնում ենք իրենց ոգևորությունը եւ ուրախանում ենք մենք էլ,
որ երեխաների համար կարողացել ենք կազմակերպել թեկուզ կարճ ժամանակով, բայց այսպիսի հետաքրքիր օրեր։ Խորհրդանշական կերպով մենք ջոկատներին անվանել ենք 4 ավետարանիչների անուններով՝ Մատթեոս, Մարկոս, Ղուկաս, Հովհաննես, եւ այս թելերը, որ զարդարած է 4 կողմերը, ամեն թելը իր շրջակա տարածքով յուրաքանչյուր ջոկատի պատասխանատվության գոտին է։ Համ որ թելը միշտ զարդարված մնա, վրայի թղթերը Աստվածաշնչի հատվածներով են, իրենց ավետարանչի վերծված հատվածներով են եւ այդ թելի շրջակա տարածքը իրենց մաքրության պատասխանատվության գոտին է։ Տեր Եղիշեն ուրախությամբ նշում է, որ Սուրբ Հարություն եկեղեցուն կից հիմնանորոգված այս հյուրասրահը այժմ ծառայում է իր նպատակին, տեղի են ունենում հոգևոր զրույցներ, դիտում են ֆիլմեր, անցկացվում են քննարկումներ։ Մասյացոտնի թեմում նման հոգևոր բակային ճամբարներ անցկացվում են նաև մի շարք այլ համայնքներում։ Այժմ աշխատանքներ են տարվում Դաշտավան, Սիս, Քաղցրաշեն, Զանգակատուն, Արարատ, Մրգավան գյուղերում։ Աննա Թամրազյան, Հարություն Տոլանյան, Եկեղեցական կյանք։